Այս օրերին շատ քննարկվեց քաղաքապետի հետ կապված իրավիճակը, ինչ է անում ներքին գործերի նախարարությունը քննության հետ կապված քաղաքապետի պահվածքի Եթե չեմ սխալվում, այդ դեպքով վարույթ կա նախաձեռնված եւ բնականաբար համապատասխան քննչական գործողություն։ Պարոն Մկրտչյան, մեղադրանքներ այլ են ասում են ինչու իրավապահ համակարգը նախապես չկանխեց այդ ինչ տեղի ունեցավ Նորքի թաղապետարանում, մեղադրում են քաղաքական ուժերը իրավապահների թերացման համար, կար մի բան, որ ՆԳՆ-ն կարող էր անել, որ այդ սկանդալը տեղի չունենար եւ չի արել։ Ես կարծում եմ, որ ոստիկանությունը շատ արագ արձագանքել է դեպքին, երբ որ արդեն առերևույթ տեսանելի էին, որ հանցագործության հատկանիշներ պարունակող արարքներ են տեղի ունենում եւ դրանից հետո տեսանել է եղել բավականին հանրային կարծում որ թերացել է իրավապահ։ Ոչ, չեմ կարծում։ Կարծիքներ կան, որ ուշացած եք արձագանքել, որովհետեւ երբ թաղապետը զանգահարում եւ հայհոյանքներ հնչեցնում, այդ ժամանակ պետք է գործողություններ հաջորդեին։ Կարծում եմ այդ ընթացքում որոշակի ուսումնասիրություններ տեղի են ունեցել։ Այդուհանդերձ ես նորից մնում եմ կարծիքին, որ արձագանքը այդ բանին չի։ Այսինքն եթե այդ ժամանակ կանխվեր եւ թույլ չտար, երբ որ հայհոյանքներ հնչեցվում այդ գործընթացը, չէր հաջորդի այն ինչ տեղի ունեցավ։ Բայց ինչու, երբ որ այդ ժամանակ տեսախցիկների արժեվ հրապարակում էր, թե ինչպես է թաղապետը հայհոյանքներ հնչեցնում սեռական բնույթի ակտիվիստին, այդ ժամանակ որևէ գործողություններ չհաջորդեցին։ Եւ դրան հաջորդեց արդեն որ պետքա լինեին։ Այսինքն նորմալ է այն ինչ որ հրապարակվում է։ Ես ընդհանուր առմամբ չեմ կարծում, որ նորմալ է։ Եկան տարան բռնության ենթարկված։ Ես կարծում եմ, որ այսինքն ծեծը չէր լինի։ Ես գիտեմ, որ քրեական հետապնդում է հարուցված նաև թաղապետարանի աշխատակիցների եւ եթե չեմ սխալվում նաև թաղապետի։ Պարոն ներողություն է խնդրել այդ դեպքի համար, ներողություն է խնդրել քաղաքապետարանի նիստում։ Արդյոք եւ արդեն կարծիքներ կան, որ կարելի է մարդկանց ծեծել եւ ներողություն խնդրել եւ դրանով, այսպես ասած, ամեն ինչ կհարթվի։ Սա նաեւ ոստիկանության վարույթ կա նախաձեռնված, այսինքն ներողություն ներողություն խնդրելը մարդու իրավունքն է եւ ինքը արտահայտվում է եւ զղջացել է արարքի համար, բայց մյուս մասով պատասխանատվության առումով քրեական վարույթ կա նախաձեռնված, ես չգիտեմ դա արդեն նախաքննության մարմինը ինչ կդիտարկի, հա, ներողություն խնդրելը, որպես մեղմնացնող հանգամանք կամ դիտարկի կամ չի դիտարկի, բայց այսինքն մի շաբաթ պետք է անցնել նոր որոշել, որ պետք է ներողություն խնդրի։ Ես չեմ կարող թաղապետի տեղը պատասխաններ տալ։ Պարոն Մկրտչյան, ոստիկանությունը ինչ սկզբունքով առաջնորդվեց, որ բերման ենթարկեց ոչ թե հարվածողներին, այլ այդ հարվածները ստացածներին։ Ոստիկանությունը արձագանքում է իր ունեցած տեղեկատվության հիման վրա, հասնում է դեպքի վայր, գնահատում է իրավիճակը, համադրում է տեղեկությունները եւ որոշումները կայացնում է իր ուսումնասիրություններով ստացված գնահատականներով։ Լայվը չէին նայել, ուղիղ հեռարձակումը, որտեղ պարզ երևում էր, թե ինչպես էին հարվածներ հասցնում այդ բլոգերին, այսինքն դա չէին նայել եւ գնացել էին ինչ որ պահ էին ֆիքսել եւ դրա վրա հիմնվելով Ես նման բան չասացի, ես ասացի, որ ոստիկանությունը արձագանքում է եւ արձագանքել է եւ րոպեներ հետո ոստիկանության ծառայողները ներկա են եղել այնտեղ, կարծում եմ սկզբում փորձել են ընդհանուր հասարակական կարգը պահպանել, հետո նաեւ ամենայն հավանականությամբ ուսումնասիրել են մյուս ձայնագրությունները, որոնք առկա են եղել եւ բնականաբար վարույթ է նախաձեռնվել եւ այս պայդրությամբ մենք ունենք վարույթում ներգրավված եւ անձիկ, որոնց նկատմամբ քրեական հետապնդում է հարուցված։ Պարզապես նորմալ չի, երբ որ մի կողմին տանում են կռվի, մյուս կողմին թողնում են չեն տանում, այսինքն ոստիկանությունը գուցե ոստիկանները պետք է երկու կողմին տանեն եւ բարձրեն այդ ամեն ինչը բաժնում։ Ես այս պահին չեմ կարող ասել կոնկրետ քանի հոգի է տարվել, քանի հոգի է ձերբակալվել, ամենայն դեպս տեսաձայնագրության մեջ մեկ անձ, մեկ քաղաքացի կոնկրետ օրինական բան չի ենթարկվելու կադրեր եմ ես ինքս տեսել եւ կարծում եմ առաջնահերթ գործողությունը ձերբակալման կատարվել է այդ անձի նկատմամբ։ Այլ թեմայով մեկ հարց, պարոն Մկրտչյան, ներքին գործերի նախարարությունում արդյոք Նիկոլ Փաշինյանին համարում են քյասիբի ռադիո, թե ոչ, որովհետև նա կառավարության նիստում ելույթ ունեցավ մայթերը այլ առարկաներով զբաղված լինելու առումով շինանյութ եւ այլն եւ մեքենաների կայանում եւ ասես տպավորություն է, որ քյասիբի ռադիոյում խոսում Ոչ, ներքին գործերի նախարարությունում չեն համարում նման։ Շարունակում մայթերի վրա մեքենաներ կայանել, ինչ որ մարդիկ իրենց
մեքենայի հանել դնել։ Իր ուժերի չափով ոստիկանությունը փորձում է արձագանքել եղած դեպքերին, նմանատիպ դեպքերի վերացման համար եւ բնականաբար ռեսուրսի ներածով է անում, իսկ առավել էֆեկտիվ աշխատելու համար ձեռնարկվում են միջոցներ։ Շնորհակալություն։